միջազգային արձագանքը ակտիվ չէ, միջազգային արձագանքը ֆակտորների հետևում, ինչու ոչ նաև արդեն ներառված մեր միջազգային իրավունքի մասնագետների գնահատմամբ կարծում երեք ներկայիս Ռոբերտ Ամստերդամի ասուլիսին առաջի փաստաբանը չէ, հա, մենք նաև ունեցել ենք Ռուբեն Վարդանյանի դեպքը ու այլ արձանագրենք, որ Հայաստանի հետ սերտ կապ ունեցող Հայաստանի հարցնում են արդյոք դա ճիշտ է, որ ձեր ֆիլանթրոպիստը, բարերարը, բարեգործը հիմա ձեր երկրում ազատազրկված է, որովհետև մարդկանց համար անգամ Գործի մասին փաստացի միջնորդում են դարձյալ 2 ամսով երկարաձգելու կալանքը, ինչու Սամվել Կարապետյանը, ինչու այս փուլում որն է մի մարդը, ով է Ես կարծում եմ, որ պլանավորված է այդքան ներդրում ունի իր երկրում, կարող է ազատազրկված լինել հենց իր հայրենիքում։ Սամվել Կարապետյանը կարող էր ազատազրկվել օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայում, Ֆրանսիայում ու մենք հայերս պետք է ողջի կանգնենք ու պայքարենք, բայց այն, որ այսօր տեղի ունենում իրավիճակ, որ մեր մեծավորում բարերարը, ում անելիքները հիմա սկսել են ստիպած իր ընտանիք մերձավորները հույքագրել, հա, թե ինչեր է մինչ օրս կատարել, որովհետև իրական բարեգործությունը չհնչեցված բարեգործությունն է ու այդպես էլ եղել է, հիմա այդ բարեգործությունները փորձում են փախարակել, փորձում են անվանարկել ու ստիպած իր մերձավոր միջավայրը հետ հայացքով հավաքագրում է դրվագներ, թե այս մարդը Հայաստանում ինչ է արել ու արել է մոտ $1 միլիարդ բարեգործություն, հասկանում եք մասշտաբը, դա մեր բյուջեի ահռելի մասն է կազմում, մոտ քառորդ չափի պետական բյուջեի, այդ մարդը միայն ներդրում է կատարել իր հայրենիքում ու այն իրավիճակ, որ մենք հիմա կանգնած ենք հավաքորուպցիոն դատարանի բախում, այդ զավեշտ է, այդ կամահրանք է մեր պետության ժողովրդավար ու իրավական տարերից, որովհետև երբ որ մարդը շուրջ $1 միլիարդ դրսում ունենալով իր հիմնական ակտիվը բիզնես, հա, ներդրումները, ներդրում է կատարում, իրեն մեղադրել ուղերի լվացման դրվագներով ու դա կանխատեսել էր, հա, ես առաջի օրը դատարանում երբ նրան կալանավորեցի, ասի հիմա կտեսնենք ինչպիսի դրվագներ են գործին ավելացնելու, որովհետև քաղաքական իշխանության հրահանգավորման եւ վախի արդյունքում նպատակ կա մարդուն ընդամենը մեկուսացնելու ու կրկին ընդգծում եմ կալանքը խափանման միջոցից վերածելու որպես պատժիչ մահակի ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդկանց նկատմամբ։ Ու այո, այսօր մարդը ապօրինաբար ազատազրկված է ու իրեն հետ ընդհանրապես ողջ աղերս ունեցող մեղադրանքներ են ավելացնում, օրինակ փողերի լվացում, հա, այն դեպքում կրկին ընդգծում, որ այդ մարդը երբևիցե ըստ էության իր բիզնես գործունեությունն ու ակտիվը Հայաստանում չի իրականացրել, երբևիցե Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում պաշտոն չի զբաղեցրել, սա վիրավորանք է մեր ինտելեկտին ու սա առաջին հերթին հարված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու աշխարհասփյուր հայերից արժանապատվությանը։ Ամփոփելով, հա, ընդհանուր առմամբ, այո, ԵԽԽՎ-ի քաղաքական բանտարկյալ բանաձևերի եթե անգամ մեկ կոմպոնենտը այդ տվյալ մարդը ազատազրկված համապատասխանում է, համարվում է քաղաքական բանտարկյալ, այս պահի դրությամբ Սամվել Կարապետյանը բոլոր 5 չափանիշներին էլ համապատասխանում է Սամվել Կարապետյանի իրավիճակը, դա մեկ արձանագրում։ Երկրորդ արձանագրում, Սամվել Կարապետյանը այսօր ապօրինաբար ազատազրկված է, որովհետև ինքը ունեցավ այն համարձակությունն ու քաջությունը կանգնելու հարձակումների ենթարկվող թիրախավորված մեր եկեղեցու կողքին։ Ինչ է եկեղեցին, հա? Մեր սահմանադրությունը ամրագրել է եկեղեցու բացառիկ կարգավիճակը, հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին ունի սահմանադրական առաքելություն ամրագրված հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու հարցում։ Այսինքն տրամաբանական շղթա թիրախավորել են եկեղեցին, հարձակումները ենթարկում եկեղեցին, թիրախավորվում է հայի ինքնությունը։
Սամվել Կարապետյանը ես համոզված եմ, որպես հենց հայ մեծանուն բարերար ուներ իր կարմիր գիծը, ու այդ կարմիր գիծը հատեցին ու մարդը ունեցավ այնքան համարձակություն ու հայրենասիրություն, որ կանգնի եկեղեցու հայրից ինքնության կողքին։ Հիմա այսօր մենք արդեն երկրորդ օրն է, միջնորդությունն է կալանքի երկարաձգման գումում, այսօր առավոտվանից մեր հերթական պատմական խայտարակ ողբերգական ամոթալի դրվագն ենք ապրում, առավոտվանից բերման են ենթարկվել 6 հոգևորականներ, արդեն 8 հոգևորականներ, ես մինչ այստեղ գալիս 6-ի անուններն էի արձանագրել։ Եվ մեկ սրբազան, հասկանում եք, երրորդ սրբազան է ենթարկվել, որովհետև ինֆորմացիա չկա որտեղ։ Ես ուզում էի արձանագրել եւ պատմել, շնորհակալություն հարգելի գործընկերներ, տեսեք, ձեր լրատվական մեր ընդհանրապես ձեր 4-րդ իշխանությունը պատահական չէ, որ դուք իշխանության թեպեք, որովհետև այս ողբերգական օրերին դուք եք հանրությանը հասցնում կատարվելիքը։ Հայեր ջան, այս պահի դրությամբ, երբ հենց եկեղեցուն պաշտպանելու համար կրկին փորձում են երկարաձգել Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը, 8 հոգևորականներ առավոտվանից բերման են ենթարկել։ Պատկերացնում եք, Հայաստանի Հանրապետությունում 8 հոգևորականներ եւ եւս մեկ սրբազան հայ, երկուսը հիմա ապօրինի անազատության պայմաններում են, երրորդը բերման է ենթարկվել ու առավոտվանից գործընկերներս, մեր փաստաբանական համայնքի ներկայացուցիչները չեն կարողանում այս մարդկանց գտնել, որպեսզի իրացնեն իրենց հիմնական պարտականությունը ու ապահովեն այս մարդկանց հիմնական պաշտպանվելու իրավունքը։ Չեն տալիս ինֆորմացիա իրավապահ մարմինները։ Սա կրկին մարդու հիմնարար իրավունքների կողքտագույն խախտում է, սա մեր հայի ազգային ինքնության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է, այսինքն եկեղեցու դեմ հարձակումները միայն պարոն Կարապետյանի ազատազրկման չեն սահմանափակվելու։ Մենք յուրաքանչյուրս մեզ պետք է հարցադրում տան։ Ու անկախ նրանից, հա, եթե դու հայ ես, մենք ունենք հիմա իրավիճակ, որ հայեր կան, ովքեր չեն դավանում եկեղեցուն, հա, բայց այնքան գիտակից հայ են, իմ ընկերներից կան, իմ ծանոթներից կան, որ մարդը չունենալով որևէ կրոնական կողմնորոշում, իր հայի ինքնության պայմանավորված ծայրաստիճան վրդովված է եւ հենց այստեղ գալիս Բաքվում կանգնում է իր պաշտպանության եկեղեցին։ Հիմա յուրաքանչյուր հայ իրան պետք է հարցադրում գա։ Հիմա նորմալ է ձեր համար, որ առավոտյան զարթնել եք ու 8 հոգևորականի փաստացի առևանգել են, որովհետեւ իրավապահ մարմինները օրենքով ունեն գործողությունների հստակ ընթացակարգ։ Եթե մարդուն բերման են ենթարկվում, պետք է նա իրազեկվի, պետք է նրան թույլ տան իր պաշտպանության իրավունքը իրացնի։ Այս բայդրությամբ մեր 8 հոգևորականները առևանգված են, նրանց չեն թույլ տալի իրացնել իրենց պաշտպանության իրավունքը, ու այս պահի դրությամբ տեղի ունենում եկեղեցու խուզարկություն։ Այս ամենը մտնելու է հայոց պատմության մեջ որպես մեր ողբերգական ամոթալի խայտարակ էջեր, ու մենք լինելու ենք այդ անփառունակ սերունդը, ովքեր թույլ են տվել, որ իրենց օրոք այս խայտարակ ապօրինությունները տեղի ունենան։ Ես հիմա կրկնեմ այդ միտքը, մենք իրավաբաններս հիմա մարտիկներ են առանց զենքի մարտի դաշտում ու չեն նահանջում, որովհետև մեր թիկունքում ինչքան էլ որ մենք անձեն ենք ու հարվածներ ենք ստանում, շատ հա, մեր մասնագիտական արժանապատվությունն է, որովհետև նորմալ չի, որ իմ երկրում հիմա մարդու զուտ երկու խոսքի համար վերեն եւ 4 ամիս ազատազրկել։ Նորմալ չի, որ իմ երկրում սրբազան հայրեր են ապօրինաբար դատվում։ Նորմալ չի, որ իմ երկրում այսօր 8 հոգևորական, ես արթնացել եմ, բնականոն կյանքս եմ փորձում վարել, բայց 8 հոգևորականների առևանգել են իրավապահ մարմինները ու մենք չգիտենք ինչպես կազմակերպել իրենց պաշտպանությունը։ Նորմալ չի, որ իմ երկրում երբ սրընթաց հանցագործությունների աճ է գրանցվում, եկեղեցին խուզարկում է։ Այս ամենը նորմալ չի ու ամեն հայ պետք է իրան հարց տա, այդ իրա նորմալ չի սահմանը։ Ո՞րն է ձեր հարցը։ Երբ է սուր ողքի կանել, որովհետև ես արդարադատությունը այսքան նահանջում է, իրավունքի վերականգնում այսքան աղում է ապրում, դուք չեք կարողանալ ժողովրդել, այս արդարադատության Անտրոպի արդարադատության համակարգը դառնալու է նաև ձեզ, դուք դառնալու եք դրա շահառու ու այդ ժամանակ ոնց չի դերել արդարադատության